մեր կուսակցության վարչապետի թեկնածուն պարոն Կարապետյան, Սամվել Կարապետյան։ Չնայած սահմանադրական արգելքին, ուժեղ Հայաստանը հայտարարում է վարչապետի իրենց թեկնածուն միլիարդատեր գործարար այժմ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանն է։ Քաղաքականություն մտած Կարապետյանների թիմը ամիսներ շարունակ պահելով ինտրիգը վարչապետի թեկնածուի անունը ի վերջո հնչեցրեց այսօր մարզահամերգային համալիրում ուժեղ Հայաստան կուսակցության շնորհանդեսին ոտնկայս ծափերի ներքո։ Պատմեմ ինչպես է դա լինելու, ժողովուրդ ջան։ Պատմեմ։ Дорогие друзья, 60-ամյա գործարարը մի քանի երկրի քաղաքացիություն ունի, մինչդեռ Հայաստանի օրենսդրությունը հստակ սահմանում է, որ եւ վարչապետի եւ падգամավորի թեկնածուն պետք է լինի վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող եւ վերջին 4 տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող անձը, այսինքն Կարապետյանը վարչապետ չի կարող լինել։ Միլիարդատեր գործարարի թիմը սակայն այս սահմանադրական արգելքը հաղթահարելու իր ձևն է գտել։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը մտադիր է հունիսի 7-ին հաղթել խորհրդարանական ընտրություններում եւ մեծամասնություն վերցնելով խորհրդարանի միջոցով փոխել սահմանադրության 148-րդ հոդվածը։ Այս դրույթը վերաբերում է կառավարության անդամին ներկայացվող պահանջներին, որը սահմանում է, որ կառավարության անդամը, այդ թվում վարչապետը, պետք է բավարարի падգամավորին ներկայացվող պահանջները, այսինքն եւ վերջին 4 տարում միայն Հայաստանի քաղաքացի լինի եւ վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակություն ունենա։ Ինչպես է փոփոխվում, որոշվում 148 հոդվածը։ Փոփոխվում է ազգային ժողովով, ազգային ժողովի քվեարկությամբ եւ ոչ թե սահմանադրական բարեփոխումներով։ Պնդելով, թե իրենց պլանը սահմանադրության հետ որևէ խնդիր չունի եւ 148 հոդվածի փոփոխությունը հանրաքվե չի պահանջում, ուժեղ Հայաստանի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ներկայացրեց մի շարք իրավաբանների, այդ թվում Արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանելյանի, սահմանադրական դատարանի նախկին անդամ Ալվինա Գյուլումյանի, սահմանադրագետ Վարդան Պողոսյանի կարծիքները, ովքեր եւս պնդեցին, որ այդ հոդվածի փոփոխության համար հանրաքվե պետք չէ։ Սահմանադրության 148-րդ հոդվածը անփոփոխելի հոդված չէ, ավելին չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե։ Այո, ազգային ժողովը կարող է փոփոխել վարչապետին եւ կառավարության մյուս անդամներին ներկայացվող պահանջները։ Հաշվի առնելով մասնագետների պնդումները, Կարապետյանները մտադիր են իշխանությունը վերցնելուց անմիջապես հետո փոխել սահմանադրության 148 հոդվածը։ Ընտրություններից 20 օր անց ազգային ժողովի առաջին նիստին անմիջապես հանդես կգանք համապատասխան օրենսդրական փոփոխության որոշմամբ։ Ժողովրդի վստահությամբ եւ ազգային ժողովի մանդատով, որ թույլ տանք միայն մեկ Հայաստանի քաղաքացիություն ունեցող ցանկացած անձի դառնալ Հայաստանի վարչապետ։ Այդ ժամանակ Սամվել Կարապետյանը կլինի միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սակայն Նարեկ Կարապետյանն այդպես էլ չպարզաբանեց, արդյոք իր այս հայտարարությունը նշանակում է, որ հորեղբայրը առաջիկայում պատրաստվում է հրաժարվել այլ երկրների ներառյալ Ռուսաստանի քաղաքացիությունից, եւ հետեւաբար իրենք նպատակ ունեն օրենքում փոփոխել միայն բնակության ցենզին վերաբերող դրույթը, այսինքն վերջին 4 տարում Հայաստանում մշտապես բնակվելու պահանջը։ Պարզ չէ նաև մեկ այլ կարևոր հարց, ով է գլխավորելու ուժեղ Հայաստանի նախընտրական ցուցակը։ Սամվել Կարապետյանը լինելով երկքաղաքացի նաև չի կարող լինել падգամավորի թեկնածու եւ հետեւաբար նա չի կարող լինել կուսակցության նախընտրական ցուցակում։ Այս հարցերին ուժեղ Հայաստանի խորհրդի անդամները, այդ թվում գործարարի եղբորորդի Նարեկ Կարապետյանն այսօր հրաժարվեցին պատասխանել։ Կուսակցության շնորհանդեսից հետո լրագրողներին հարցեր տալու հնարավորություն չտրվեց։ Վստահ եղեք, թաքցնելու բան չկա, բոլորը ամեն ինչ կներկայացնենք։ Կխնդրեի, այսինքն կլինի գոնե կարող եք ասել կխնդրեի հետո մենք կմեկնաբանենք, լավ, շնորհակալ եմ։ Մինչ կպարզվի, թե ով է գլխավորելու Կարապետյանների նախընտրական ցուցակը, մարզահամերգային համալիրում հավաքված շուրջ 2000 կուսակցականներին եւ համակիրներին այսօր ուղերձով դիմեց ուժեղ Հայաստանի վարչապետի թեկնածուն, այժմ տնային կալանքում գտնվող Սամվել Կարապետյանը։ որ Հայաստանում քաղաքական իրավիճակը վերջնականապես փոխվել է ու փոքրիկ խմբակն արդեն ուժ չունի իր թուլացած դիրքերը վերականգնելու համար։
Միլիարդատեր գործարարի կալանքին առնչվող սահմանափակումներով պայմանավորված Կարապետյանի խոսքը գեներացվել էր AI-ով եւ ինչպես քաղաքական ուժից են փոխանցում, գործարարի ուղերձը իրականում կարդում էր նրա պաշտպաններից Արամ Վարդևանյանը, պարզապես այն վերափոխվել էր Կարապետյանի պատկերով եւ ձայնով։ Խաղաղություն առանց ուժեղ պետության կոչվում է հանձնվել։ Մենք ուզում ենք խաղաղություն, ուզում ենք ուժեղ եւ արժանապատիվ խաղաղություն։ Աշխարհում ոչ մի երկիր չի կարող իրական խաղաղության մասին բանակցել խաղաղություն ավերսելով։ Սամվել Կարապետյանը նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իր ուղերձում պնդում էր, որ ժողովուրդը դժգոհ է իշխանություններից։ Հասարակության մեծ մասը վերջնականապես հիասթափվել է, քանի որ Հայաստանին արհավիրքներ բերած Փաշինյանի իշխանությունը ձախողել է ամեն ինչ՝ արտաքին քաղաքականությունը, անվտանգությունը, սոցիալական ոլորտը, տնտեսությունը, ինչպես Կարապետյանը ձևակերպեց, աղքատ ենք եւ խրված պարտքերի մեջ։ Մենք մեր հայրենակիցներին առաջարկվելիք ծրագրում չենք խապելու, որ պաշտոն ստանանք ու առաջին որոշմամբ պարգևավճարներ սահմանենք։ Չի կարելի դատարկել պետական բյուջեն ու լցնել սեփական գրպանները, այլ պետք է անել ճիշտ հակառակը։ Մայրաթորը իրենց ձևով պաշտպանելու մասին հայտարարությունից հետո շուրջ 8 ամիս կալանավորված եւ վարչապետի աթոռին հավակնող միլիարդատեր գործարարը հետհաշվարկ սկսեց։ Ըստ նրա մնացել է 115 օր, որից հետո Սամվել Կարապետյանի համոզմամբ Հայաստանը կունենա նոր սկիզբ։ Ու վստահ եղեք, անպայման հաջողելու ենք մեր ձևով դեպի ուժեղ Հայաստան։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր։ Ուժեղ Հայաստան կուսակցության շնորհանդեսին գործարար Սամվել Կարապետյանի ընտանիքի անդամներից բացի առաջին շարքերում հանգրվանել են նաև նախկին պաշտոնյաներ։ Օրինակ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, ում նկատմամբ փողերի լվացման հոդվածով քրեական գործ էր հարուցվել, անցած տարի նա կալանավորվեց, հետագայում պատիժը փոխարինվեց տնային կալանքով։ Նա անցած ամիս է ազատ արձակվել։ Նախկին ՊԵԿ նախագահի կողքին էր տնտեսական զարգացման եւ ներդրումների նախկին նախարար Սուրեն Կարայանը։